Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայում YouTube-յան ալիքի եթերում, այսօր աշխատանքային օր է եւ ինչպես ամեն աշխատանքային օր, այսօր եւս ձեզ ենք ներկայացնելու մամուլի կարևորագույն հրապարակումներ եւ այսպես։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ բազմաթիվ պետական պաշտոնյաներ, նախարարներ, падգամավորներ, տարբեր կառույցների ղեկավարներ, ռեկտորներ, հիվանդանոցի տնօրեններ եւ այլք դարձել են ցանցահենների հարձակման թիրախ։ Օրաթերթը տեղեկացավ, որ տարբեր պաշտոնյաների անուններով WhatsApp հավելվածում կեղծ հաշիվներ են բացվել, որոնց միջոցով ուղարկում են գրություններ տարբեր անձանց։ Ըստ մեր տեղեկությունների այդ կեղծ էջերով նամակներ են ստանում տարբեր կառույցների աշխատակիցները, հիմնականում հարցերը գրվում են ռուսերեն եւ երբ մարդիկ արձագանքում են, պարզվում է, որ դրանք տարբեր պաշտոնյաների լուսանկարներով կեղծ էջեր են։ Նշենք, որ այդ էջերով օգտագործվող հեռախոսահամարները հայկական են, ինչը մարդկանց մեջ վստահություն է ստեղծում, որ նրանք պատասխանում են տվյալ անձին եւ կոնկրետ իրական անձի։ Հրապարակ օրաթերթը գրում է. ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի եւ նրա հավատավոր մի քանի յուրայինների պարզում է ԿՊ-ում շատերն են վախենում Աստծո նզովքից եւ հենց սա է պատճառը, որ ինչքան էլ Փաշինյանի պարտադրանքը եւ նրան հաճոյանալու ցանկությունը մեծ են, չեն մասնակցում կարգալուց քահանայի մատուցած ֆեյք պատարագին։ ԿՊԱ-ական падգամավորներից մեկը մեծ զրույցում անկեղծացավ, որ ինչքան ուզում են իրենց սպառնան, պարտադրեն, խնդիրը ոչ թե այն է, որ չեն կիսում Փաշինյանի հակակաթողիկոսական արշավ, այլ իրականում վախենում են Աստծո նզովքից։ Գաղտնիք չէ, որ Հովանավանքի պղծության առաջին արարից հետո Փաշինյանը հրանգել է հաջորդ կիրակի հնարավորինս բազմամարդ մասնակցություն ապահովել, սակայն երկրորդ անգամ ավելի քիչ էին մարդիկ, իսկ նրանք, ովքեր չեն վախենում Աստծո պատժի ձև անեծքից, հասկանում են, որ Փաշինյանի խնդիրն իրականում եկեղեցին մաքրելը չէ, ինչի մասին այդքան էլ թմբկահարում է։ Եթե եկեղեցու մաքրությունը գերնպատակ լիներ, ապա Հովանավանքում կարգալուց քահանան պատարագ չէր մատուցի, իսկ նրան օգնող դպիրներն ու հոգևորականներն էլ ատամնաբույժ կամ հայոյանք գրող ստատուսչիներ չէին լինի։ Իրականում խորհուրդ տամ ԿՊԱ-ականներին, որոնք վախենում են Աստծո նզովքից, ձեր դեպքում անիմաստ է վախենալ Աստծո նզովքից, որովհետև դուք անցել եք բոլոր կարմիր գծերը, միայն չմասնակցելով Հովանավանքի կեղծ պատարագին, պղծություն հռչակված պատարագ, այսպես կոչված պատարագին, դուք ձեր հոգիները չեք փրկի եւ Աստծո նզովքից չեք խուսափի, որովհետեւ դուք այնքան չարագործությունների մեջ եք ներգրաված եղել, որ դժվար թե Աստված լավ բախտ խոստանա ձեզ։ Դուք ունեք մեկ տարբերակ՝ ապաշխարել եւ նախքին գործած մեղքերը փորձել հնարավորինս չեզոքացնել։ Թե չէ ուղղակի նոր մեղքի չմասնակցելով նախքին մեղքերը չեն ջրվում, դա հնարավոր բոլոր կրոններում արձանագրված է։ Մյուս կողմից հետաքրքիր է, որ Փաշինյանը առաջին կեղծ պատարագից հետո ոմանք պնդում էին, որ Փաշինյանը ժողովրդավար է, ինքը չի ստիպում թիմակիցներին գնալ նման հավաքների, եւ մենք մեր եթերում ում անունը որ տվել էինք, սա շատ նաեւ զավեշտալ էր, ուրեմն մեր եթերներում եւ էջերում մենք խոսել էինք առողջապահության նախարարի առանց գլխաշոր եկեղեցի մտնելու մասին։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ստիպեց առողջապահության նախարարը գլխաշոր կապեր եկեղեցու տարածքում, այլ նաև չոքացրեց Անահիտ Ավանեսյանը, եթե կադրերը տեսնեք, ծնկել է Ավանեսյանը առաջին կեղծ պատարագի ժամանակ, նա շատ հանգիստ, որպես այլ եկեղեցու հետևորդ ուղղակի կանգնած էր, չնայած պնդում է, որ հայ առաքելական եկեղեցու հետևորդ է։ Իսկ այս անգամ Փաշինյանը իր ուժը ցույց տալու համար ուղղակի չոքացրեց Անահիտ Ավանեսյանին։ Հետո Ալեն Սիմոնյանի անունն էինք տվել։ Առաջին կեղծ պատարագից առաջ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանն ուր գնում է, պարտադիր չէ ինքը որ գնա այդտեղ։ Նիկոլ Փաշինյանը տարավ նաև Ալեն Սիմոնյանին եւ չոքացրեց նաև Ալեն Սիմոնյանին եկեղեցու ներսում։ Խոսել էինք Վահագն Ալեքսանյանի մասին, նրան էլ տարավ, այսինքն Փաշինյանը հանրության մեջ այն անունները, որ հնչում են, որոնց նկատմամբ ինքը իբրև թե վերահսկողություն չունի, հանրությանը ապացուցելու համար նրանց այսպես քշելով տարավ եկեղեցու տարած կեղծ պատարագի մասնակցելու։ Այնպես որ կարող ենք ասել, որ Փաշինյանը այո, նաև թիմի ներսում խնդիրներ ունի, այո, ճնշումով, այսպես սպառնալիքներով գուցե տանի, մի մասին չոքացնի, մի մասին չչոքացնի, բայց ի վերջո
ինչ որ բայ այդ մարդիկ դիմադրելու են երևի թե։ Հրապարակ օրաթերթը գրում է նախընտրական աժիոտաժ է սկսվել ոչ միայն իշխանության թիմում, այլև ընդդիմադիր շրջանակներում, օրինակ Ռոբերտ Քոչարյանի թիմում այս պահին քննարկման ամենաակտուալ հարցն այն է, թե ով է գլխավորելու նախընտրական ցուցակը։ Թեպետ Քոչարյանն իր վերջին ասուլիսում պատասխանեց այդ հարցին, որ դա կախված կլինի նրանից, թե ըստ սոցիոլոգիական տվյալների ով կունենա առավելագույն հնարավորություն, այսինքն ամենաբարձր ռեյտինգը, եւ ասաց, որ այդ հարցի պատասխանը կունենան հունվար-փետրվարին, սակայն նրա թիմակիցներին պարզվում է այդ հարցը հանգիստ չի տալիս։ Ոմանք կարծում են, որ չնայած երկրորդ նախագահի վարկանիշը մինչ այս պահը ամենաբարձրն է իրենց թիմում, սակայն նա էստաֆետը հանձնելու է որդուն Լևոն Քոչարյանին, որն արդեն քանի տարի է քաղաքականության մեջ է, ԱԺ պատգամավոր է։ Դրան նպաստում է նաև այն, որ Լևոն Քոչարյանը վերջին ամիսներին մարզերից տուն չի գալիս, շարունակ հանդիպումներ է ունենում մարդկանց հետ, այս ընտրություններին չեն կարող նախորդ սցենարը կրկնել, երբ ցուցակը գլխավորում էր երկրորդ նախագահը, իսկ որդին 50-րդն էր։ Հասկանում են, որ նախկին 2021-ի ցուցանիշը չեն գրանցի, իսկ այդ դեպքում կոռեկտ չի լինի առաջին անցողիկ տասնյակում ընդգրկել թե հորը, թե որդու անունները։ Հրապարակ օրաթերթը գրում է. ինչպես գրել էինք, իշխանությունը հրատապ ռեժիմով շարունակելու է կյանքի կոչել նախընտրական պոպուլիստական նախագիծը զինվորական ծառայությունը 2-ից 1.5 տարի դարձնելու վերաբերյալ։ Նախագիծն արդեն ուղարկվել է խորհրդարան եւ քննարկվելու է եկող քառօրյա նիստերի ընթացքում, սակայն իշխանությունը սրանով չի սահմանափակվելու։ Իշխանականներն առաջիկա ամիսներին մտադիր են հանդես գալ նմանատիպ այլ ամբողջահաճո նախաձեռնությունները, օրինակ մեզ ասացին, որ քննարկում են նաև պարտադիր զինվորական ծառայության տարիներն իբրև աշխատանքային ստաժ հաշվարկելու հարցը եւ նախագծի տեսքով դա նույնպես կներկայացվի խորհրդարանի ընդունմանը։ Հրապարակ օրաթերթը գրում է. Երևանի քրեական դատարանում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ նոյեմբերի 10-ին կշարունակվի 24 տարի առաջ տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանության գործի քննությունը։ Հանրային մեղադրողը երկու միջնորդություն է ներկայացրել դատարան կրկնակի դատաբժշկական փորձաքննություն եւ դիակի արտաշիրիմում կատարելու եւ այդ օրը դատարանը պետք է որոշի բավարարել դատախազի միջնորդությունը, թե ոչ։ Մեղադրյալ Աղամալ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանը մեզ ասաց, որ դատարանը չի կարողանում որոշել բավարարել թե ոչ, ինքը կանխատեսում է, որ ամենայն հավանականությամբ կմերժի։ Պողոս Պողոսյանը հուղարկավորված է Վրաստանում, ինչպես պետք է այնտեղ արտաշիրիմում իրականացվի, այլ երկրի տարածքում արդյոք դրա իրավասությունն ունեն։ Մեկ անգամ 2021 թվականին դիակի փորձաքննություն իրականացվել է, եզրակացվել է, որ ընկնելու հետևանքով է մահը վրա հասել։ Հիմա ոսկորներն են մնացել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. վերջին մի քանի ամսում եկեղեցի պետություն հակամարտության արդյունքում տուժածները շատ էին, սակայն պատասխանատվությունը դեռևս կրում են միայն հոգևորականները, եւ հենց այս ֆոնին օրերս մեկ ամսով կալանավորվեց ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը 68-ամյա Գևորգ Ներսիսյանը, ապա վերջինիս որդին Համբարձում Ներսիսյանը։ Թեև շատերը պնդեցին, որ այս ամենը սուտ մատնություն է, այնուամենայնիվ նրանց կալանավորելու որոշում կայացրեց Արման Բաբախանյանը 7 ամիս առաջ Փարաքարում տեղի ունեցած կրակոցների գործը քննող դատավորը։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի մասնակցությամբ նախագահական նստավայրում 2025 թվականի ապրիլին հրամանագիր է ստորագրվել Արման Բաբախանյանին նշանակել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Ասեմ, որ այս գործը հարուցվել եւ դատարան է հասել Նիկոլ Փաշինյանի կվադրոբեր Արամ Զավենովնայի թիմակցի շնորհիվ եւ բնական է, որ սпасելի էր այս մարդկանցից նման գործողություն, պետք է նկատենք, որ նաեւ Արամ Զավենովնան իր թիմակիցները մասնակցում են նաեւ եկեղեցու դեմ սեռական այդ կոմպրոմատի տարածմանը, իր աջակիցներից մեկը թիմակից գուցե Հայկ Թորոյան կոչված անձը առաջիններից մեկն էր, որ տարածում էր այդ հայտնի տեսանյութը քեռակնոջ մասին կամ հորինված քեռակնոջ մասին։ Եվ Արամ Զավենի Սարգսյանը կամ Արամ Զավենովնան, ինչպես հանրության մեջ սիրում են ասել, ուղղակի խայտարակում է ընտանիքը, որի ներկայացուցիչն է ինքը։ Ինձ ինչ որ պահի սկսեց թվալ, եւ ես եկել եմ այդ համոզմունքին, որ Նիկոլ Փաշինյանը Արամ Զավենովնային դարձնելով իր կվադրոբերը վրեժ է լուծում Վազգեն Սարգսյանից։ Դուք գիտեք, տարիներ առաջ քաղաքական գործիչները բացահայտեցին, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը զրպարտանք է գրել Վազգեն Սարգսյանի եւ բանակի մասին,
որին հետևել է այն, որ Վազգեն Սարգսյանի վարորդը, թե Տիկնազորի պետը կամ եթե ուներ Տիկնազոր այդ ժամանակ, Մովսես Գեղանգուլյան, Նիկոլ Փաշինյանը տարել է Վազգեն Սարգսյանի մոտ, նրան այնտեղ նվաստացրել են, հետո հանրապետական նախկին պատգամավորներից մեկը պատմեց, որ նաև կոնկրետ գործողությամբ են նվաստացրել Նիկոլ Փաշինյանին, Փաշինյանին փրկել է այդ իրավիճակից Սերժ Սարգսյանը եւ նրան տարել է Վազգեն Սարգսյանի մոտից։ Եվ Փաշինյանը հիմա վրեժ է լուծում, դե Վազգեն Սարգսյանը կենթանի չի կարող Վազգեն Սարգսյանին կալանավորել, չգիտեմ, կամ պատերին ծեփել, քրեական գործ հարուցել, այսպես այն ինչ որ ինքը անում է։ Ինչ պիտի աներ։ Դե հիմա Արամ Զավենովնային կալանավորել ում Ռոմանոսին էր լինելու, եթե Արամ Զավենովնան կալանավորված լիներ։ Ուրեմն ինչ պիտի անի Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը պիտի Արամ Զավենովնային դարձներ իր կվադրոբերը եւ ասել, ահա այս չի ձեր սպարապետը, այս էլ իր եղբայրը, իբր իր քաղաքականություն, իր գաղափարներ շարունակողը։ Շամպես կծառայի ինձ։ Պետք է լինի կաթողիկոսի եղբոր դեմ քրեական գործ կհարուցեն, պետք լինի սեռական կոմպրոմատներ իր թիմակիցները կտարածեն, որը ինձ է պետք։ Սա կարծում եմ ամենառեալ բացատրությունն է Արամ Սարգսյանի գործունեության եւ Նիկոլ Փաշինյանի մոտիվացիա իրեն օգտագործելու։ Ուրեմն ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթը տեղեկացրել էր, որ իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերջին նիստում որոշվել է առաջիկա ընտրություններին կուսակցության ցուցակում ընդգրկելը կարժենա 500,000-ից 1,500,000 դրամ։ Ըստ որոշման կուսակցականները ցուցակում ընդգրկվելու համար պետք է վճարեն 500,000 դրամ, իսկ ոչ կուսակցականները 1,5 միլիոն դրամ։ Այս նոր տնտեսական մոդելը, ինչպես կոչվում են կուսակցության ներսում բուռն դժգոհություններ է առաջացրել, հենց ԿՊԱ-ականների շրջանում օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ շատերն արտահայտվել են, բայց դժգոհություն հարցնելով ինչու մենք կուսակցության անդամներս պետք է գումար վճարենք ցուցակում ընդգրկվելու համար, այդ գաղափարը ումն է եւ ինչու պարտադիր բոլորի համար։ Սա փաստորեն իշխանության եւ իշխող կուսակցության այլասերման ամենակարևորագույն դրսևորումներից մեկն է, ամենավառ դրսևորումն է։ Աստորեն Նիկոլ Փաշինյանը մանդատ ստանալու հավանականությունը իր ցուցակում վաճառում է եւ դա արժի 500,000-ից 1,5 միլիոն դրամ։ Այսինքն ցանկացած մարդ, ով կցանկանա քաղաքացիական պայմանագրի ցուցակում տեղ ունենալ, պիտի վճարի 1,5 միլիոն դրամ, եթե կուսակցական չէ, եւ 500,000 դրամ, եթե կուսակցական է։ Իսկ մենք կարող ենք ենթադրել, որ օրինակ ոչ կուսակցական կամ կուսակցական մեկը 1 միլիոն դոլար վճարի, ապա երաշխավորի, որ ինքը մանդատ կունենա։ Կարող է այսպես լինել, թե ոչ, հարց, որին պետք է պատասխանեն ԿՊԱ-ականները։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն Վոլոդիա Գրիգորյանի սպանության քրեական գործի շրջանակում քննչական կոմիտեն կրկին հարցաքննության է հրավիրել Մերձավանի նախկին գյուղապետ ԿՊԱ-ական Մհեր Ախտոյանի եղբորը, Փարաքարի ավականու ԿՊԱ-ական անդամ Դավիթ Ախտոյանին։ Օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել Դավիթ Ախտոյանից, ինչին ի պատասխան վերջինս հաստատեց, որ կրկին հրավիրվել է ու հարցաքննվել։ Նա ամփոփեց, նշելով, որ նախաքննություն է ընթանում, քննությունն ամեն ինչ կպարզի եւ այլ բան չի կարող հայտնել։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը դաժանաբար սպանվեցին երկու հոգի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վոլոդիա Գրիգորյանը եւ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Մինչ ներկայացնենք պոլիտիկեմի հրապարակումը, առաջարկում գովազդային դադար եւ վերադառնանք։ Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն։ Սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեր եթերին, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ այսօր մենք հրապարակմամբ անդրադարձել ենք մեր սիրելի քաղաքական դաշտում մեր սիրելի պերսոնաժներից մեկին, Սերժ Սարգսյանին, ցավալիորեն արձանագրում ենք, որ երրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած այս մարդը շարունակում է անկումը քաղաքական դաշտում եւ շարունակում է ցույց տալ, որ
իր ներկայությունը քաղաքական դաշտում կամ իր ակտիվությունը քաղաքական դաշտում ոչ թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն է ուղղված, այլ իրականում հնարավոր բոլոր մեթոդներով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելուն է ուղղված, ուրեմն մեր հրապարակումներում մենք մշտապես փաստարկված պնդել ենք, որ Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը աշխարհաքաղաքական նույն տանիքի տակ են։ Խոշոր հաշվով նրանց քաղաքականությունը միևնույն բանի մասին է՝ կտրել Հայաստանը Ռուսաստանից եւ մերձենալ ցեղասպանություն իրականացրած Թուրքիայի հետ, որպես տարածաշրջանում արևմուտքի գլխավոր օպերատորի։ Այս անձանց թիմերը տարբեր անգամներ ցույց են տվել, որ քաղաքական դաշտում կարող են ունենալ տարաձայնություններ, բայց իրենք միմյանց հետ գոյաբանական խնդիրներ չունեն, ավելին հաճախ իրենց ընդհանուր գոյաբանական խնդիրները միավորում են իրենց։ Այս ուժերի հիմնական թիրախը այն գործիչներն ու ուժերն են, որոնք շարունակում են պնդել, որ Հայաստանը պետք է պահպանի դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, միևնույն ժամանակ պահպանելով կապերը նաև այլ կենտրոնների հետ։ Վաղարշաբաթի ընտրությունները կարևոր դեր են խաղալու ներքաղաքական զարգացումներում եւ այս օրակարգը կրկին միավորել է այս մարդկանց։ Օրերս Սերժ Սարգսյանի քարոզիչներից մեկը իր եթերում հյուր էր հրավիրել քաղաքական դաշտում զազրելի համբավ ունեցող Անի Խաչատրյանին, որը Հանրապետություն կուսակցության անդամ է եւ որի շնորհիվ Երևանում պարտված ԿՊ-ն կարողացավ քաղաքապետ կարգել Տիգրան Ավինյանին։ Սերժ Սարգսյանի քարոզիչի եւ Անի Խաչատրյանի համատեղ թիրախն են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը եւ Մայր Հայաստան կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի թիմը։ Նրանք ըստ էության համատեղ կոչ էին անում վաղարշաբաթում չընտրել այս ուժերին։ Իհարկե, դժվար է պատկերացնել, թե 0-ի քանիերորդական տոկոսը կլսի Սերժ Սարգսյանին եւ Անի Խաչատրյանին, բայց իրավի լավ ցուցիչ է սա։ Երրորդ նախագահ այնքան է ընկել քաղաքական դաշտում, որ փաստորեն իրեն դաշնակից է դարձրել Անի Խաչատրյանին։ Առաջիկա ընտրություններում հրաշալի կլինի, եթե Անի Խաչատրյանը դառնա Սերժ Սարգսյանի գլխավորած ցուցակի առաջին կին տեխնացուն։ Նախ ասեմ, որ Անի Խաչատրյանը մշտապես այսպես հիացմունքով է խոսել Սերժ Սարգսյանի մասին, բայց դա իրենց անձնական հարաբերություններն են, այդտեղ մենք անելիք չունենք, բայց քաղաքական առումով այո, այս մարդիկ սպասարկում են նույն աշխարհաքաղաքական կենտրոնի շահերը եւ Սերժ Սարգսյանը գլոբալ առումով խնդիր չունի Նիկոլ Փաշինյանի հետ։ Սերժ Սարգսյանը խնդիր ունի Նիկոլ Փաշինյանի քաղաքական դաշտում կուզեր ինքը լիներ իշխանություն կամ իր ներկայացուցիչը, բայց հիմա Նիկոլ Փաշինյանն է, որը այդքան էլ հեռու չի իրենից։ Եվ այն, որ Սերժ Սարգսյանը, Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանը մի տանիքի տակ են եւ դրանց այդ տանիքի տակ է արդեն երկրորդ էշելոն Արամ Զավենի Սարգսյանը, դրա մասին լավագույնս պնդել է թուրքական գործակալ հայ ազգանով հանդես եկող Կարո Փալյանը, կամ որպես հայ աշխատող թուրքական հատուկ ծառայություններում Կարո Փալյանը, որը նախորդ տարի թե դրանից առաջ եկավ Հայաստան, հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ, Տեր-Պետրոսյանի հետ եւ Նիկոլ Փաշինյանի հետ եւ այս 3 հանդիպումների ավարտին հայտարարեց, որ պարոնայք, դուք պետք է միավորվեք եւ եթե դուք միավորվեք, Հայաստանը այս վիճակից կհանեք եւ Հայաստանի զարգացումը կապահովեք։ Տեսեք, տվեց 3 նախագահանուն, նախ չհանդիպեց եւ վստահ եմ անգամ ցանկության դեպքում չէր կարող հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ եւ չտվեց այդ անունը, որովհետեւ ինքը լավ գիտի, որ հենց այս 3 մարդիկ են նույն տանիքի տակ, որի տակ նաեւ ինքն է գտնվում։ Եվ այս հենց 3 մարդիկ պետք է միավորեն իրենց համատեղեն ջանքերը, որպեսզի Հայաստանը տանեն այն ուղղությամբ, որ ուղղությամբ տանում էր Տեր-Պետրոսյանը, որ ուղղությամբ տանում էր Սերժ Սարգսյանը, որ ուղղությամբ մեզ համար վատ հետևանքներով իրենց համար հաջողությամբ տանում է Նիկոլ Փաշինյանը։ Այսօր այսքանն ենք առանձնացրել օրվա մամուլի հրապարակումներից, կհանդիպենք վաղը։